եւ որդվո եւ օգույն սրբո ամեն Պարկ եւ կողություն երկնավոր հոր որ այս դարի անգամ եւս մեզի բոլորիս արիթ դվավ դիմավորելու մեծ բահոց այս շրջանը եւ միասնապար խորհրդակցելու Աստուծո բադվիրաններուն եւ ընդհանրապես մեր կյանքի մասին Այսօր երկրորդ գիրագին է մեծ բահոց որ կգոչվի արդակսման գիրագի Այսօրվա խորհուրդը առնված է Աստվածաշունչի 5 դագարանեն եւ գոչված է արդակսման գիրագի Խորքի մեջ մեծ բահոց 7 գիրագիները մեր կյանքերու դրամախոսությունն է Թե ինչպես բարեգենտանին մարդը գծնի որպես բարի արարած եւ ապա անհնազանդ կգտնվի Աստուծո բադվիրաններուն հանդեպ գարդակսվի տրախտեն գիչնե երգիր ուր Աստվածաշունչը գսե Աստվածը սավ հողեիր գրգին հողին վերադարձիր ջագդի կրդինքով կուհացդ վաստագիր իսկ գնգանը սավ երգունքներու մեջ դարավանքով ձնիր կուզավագդ եւ ապա գուկա հաջորդ գիրագին որ անարագի գիրագի կգոչվի թե մարդիկ երգրի վրա ինչպիսի անարագությամբ ապրեցան եւ գաբրին դագավին իրենց կյանքը որ մեր հետ դնդեսելու գաղափարը մեր կյանքը գազմագերվելու դնդեսի գիրագին որ մեր հետ անարդարություն կհայտնվի մարդկային կյանքի մեջ եւ թադավորի գիրագի որովհետեւ թադավորը լա արդար որբե հետ կուկա կալստյան գիրագին որ գհիշեցնե մարդուն որ Քրիստոս երկրորդ անգամ պիտի գա աշխարհ եւ տուն պիտի վերադառնաս հոն ուրգե եկած էիր եւ 7-րդ գիրագին արդեն գուկա ցաղգազարտը ու հարության դոնը Քրիստոսի հարությունը հեղափոխությունը գբերե մարդկային կյանքի մեջ նորոգելով մեր կյանքը ինչպես ժամասացությունը պիտի իր մահովը մահը գողեց եւ իր գենտանությամբ իր հարությամբ մեզի կյանք բարգեւեց վերադառնալով այսօրվա խորհրդին Աստվածաշունչը գսե եւ Աստված զիրենք արդակսեց տրախտեն եւ վերադարձուց երգիր եւ սավ դարձեք հոն հողին ուրգե որ առնված էիք հիմա ինչ էր այդ օրվա բադահածը որ Աստված այսպիսի բադիժմը դնորենեց նախամարտուն մենք կտեսնենք Աստված 6 օրեր աշխատեցավ 5 օրերու ընթացքին ստեղծեց երկինքն ու երգիրը եւ տեսավ թե ամեն ինչ բարի է 5-րդ օրվա ավարտին Աստված նկատեց որ ամեն ինչ պատրաստ է սակայն բագաս բամ մգար ստեղծագործության մեջ այդ բագասը այն էր որ մարդ չգար ամեն ինչ պատրաստ էր բացի մարդեն Աստված գսե մտածեց եւ ասավ մեզի նման մարդ մը ստեղծենք որովհետեւ կորձե երկրի մեջ աշխատի երկրին մեջ որովհետեւ ամեն ինչ պատրաստ էր արդեն Ճիշտ այդպես Աստվածաշունչը շատ գեղեցիկ նախատասություն գօգտագործե ասելով
մարդ է, որ կործե զերգիր։ Երևակայ ենք, որ այս երկրակունդ ամեն ինչով պատրաստ է, սակայն մարդ գոյություն չունի անոր մեջ։ Ինչ իմաստ կունենա այս երկրակունդը առանց մարդու։ Հետևաբար Աստված իր 6-րդ օրվա մեջ գսե իր ստեղծագործության գեղեցկագույն ամենաիմաստալից ամենեն հոգադարությամբ ստեղծեց մարդը եւ անոր գսե ռունքերուն մեջ բջեց իր շունչը եւ մարդը դարձավ Աստուծո հոգևոր պատկերին նման ոս ուշադիր պետք է ելանք երբ Աստվածաշունչը գսե իր պատկերին համաձայն ֆիզիկական պատկերի մասին չէ խոսքը որովհետև Աստված մեզի պես մարմին չունի Աստված հոգեղեն էակ մնե ճիշտ այդ պատճառով մեր մեջ դրավ երկու բնություն մարդկային ֆիզիկական բնություն որ ունի իր բացատրությունները հոգևոր բնություն որ Աստուծո նմանությունն է որ ունի իր բացատրությունը եւ առաջին օրեն Աստված երկնքի մեջ բահքի գաղափարը դրավ մարդու մտքին մեջ եւ իրեն ասավ ամեն ինչ կրնաս օգտագործել բացի այս ծառին մի մոդենար ուրեմն Աստվածաշունչի օրենքներուն մեջ ինչ որ գահանտիպիկ մի ժխտական մասնիկին բահքի գաղափար է դասնապանյա պատվիրաններում մեջ կտեսնենք այդ մի երը անշուշտ մի կողնար ուրիշին ունեցածին աչք մի դնգեր մի շնար մի արհամարեր այդ բոլորը մի որ տրված է սկիզբը բահքի գաղափարն է խորքին մեջ սակայն բահքի գաղափարը մեր այսօրվա սխալ հասկացողությամբ չէ որ սահմանված է որովհետև ուդել խմել են հերու եւ անտին բան մնե բահքը բահեցողություն ուրիշ բան է կան ուդելու եւ խմելու կամ ինքնազրգումի այդ գաղափարեն քիչ հետ կանտատարնանք անոնց մասին եւ Աստված ասավ մի մոդենակ այս ծառին բայց անոնք երրորդ էակ մգար տրախտին մեջ որ ստեղծված էր Ադամն ու Եվային առաջ ստեղծված էր երբ Աստված ստեղծեց լույսը մենք կտեսնենք գսե Աստված ստեղծեց արևը եւ լուսինը եւ այլ լուսավորներ այդ այլ լուսավորներուն տածքին ստեղծեց հրեշտակներու խումբը 9 տասագարքեր ունին որ մենք դարին անգամ հոկտեմբերի կամ նոյեմբերի մեջ ընտարավես գուկա գդոնենք ասելով երկնային զորքերու հիշադակը եւ հոն հրեշտակապետներ ստեղծեց 9 հրեշտակապետներ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը եւ այսպես աթորք դերությունք եւ այսպես անունները կշարունակվի սակայն մենք կտեսնենք որ հրեշտակ մնալ գար որ այս բոլորի վրա հրեշտակապետ մներ որ կգոչվեր Արուսյակ կամ գսեն լուսանտակ այս հրեշտակապետը 9 խումբերու ընդանուր հրամանատարն էր օրը իր մտքին մեջ են մտածեց չի կործատրեց այլ միայն մտածեց որ ես ամեն օր այս հրեշտակներու խումբերը գտանիմ Աստծո ներկայության եւ անոնք ամեն օր սերոփեները, քերոփեները եւ մյուս խումբերը գուքան Աստծո արչեւ գերգրբակեն
եւ գերքեն այն շարագանը, որ մենք բادرակի ընթացքին հաջող ամեն գիրագի գերքենք։ Այդ շարագանն է Սուրբ, 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 դեր զորությանց, լի են երկինք եւ երգիր։ Այս մեկը մենք կտեսնենք Եսայի մարգարեության 6-րդ գլխու նշանավոր դեսիլքին մեջ, երբ հրեշտակները Եսայի մարգարեն հափշտակեցին եւ դարին դեղը, ուր որ ինքալ չեր գիտեր ուր էր այդ դեղը, եւ հոն դեսագս է, որ հրեշտակները երկու թևերով իրենց թեմքերը ծածկած, որովհետև իրենց դիմացը Աստված նստած էր, չէին համարձակեր Աստուծո նայիլ եւ գերքեին այս շարագանը։ Ուրեմն Աստված երբ իմացավ այդ հրեշտակին, արուսյակին մտածումը, որ գսեր իր հրեշտակներուն, պիտի ասեմ, որ նախքան Աստուծո այս հարկանքը ընձայելը ինձի պիտի ընձայեք, որովհետև ես պիտի բարձրանամ Աստուծո տասագարքին հասնիմ եւ օրը հեղափոխություն ունեմ, Աստված իջեցնեմ իր կահեն եւ իր դեղը ես բազմիմ։ Ուրեմն Աստված գսե այդ արուսյակին, լուսապայլին, լուսընթագին լույսը արավ եւ զինք վերածեց դքեղ եւ աննորմալ էյագիմը, սակայն ցկեց դրախտին մեջ, ցկեց, որովհետեւ օրը անանդրադառնա իր սխալին ներողություն խնդրի Աստուծմե եւ վերադառնա իր նախկին պաշտոնին։ Սակայն մինչև օրս չէ կործատրած իր այդ վերադարձի զղջումը։ Հետևաբար այս էյագը, երբ տեսավ, որ Աստված ստեղծեց երկու այլ էյագներ եւ իր ամբողջ օրը դրամատրած էր անոնց դաստիարակությամբ, մեկ բան ալ պետք է նկատի ունենանք մեր մտքին մեջ. Ադամ եւ Եվա ծնած չէին, այլ ստեղծված էին։ Եվ ստեղծված էին մեծահասակ երիտասարդը եւ երիտասարդուհիմը։ Սակայն անոնց միտն ու հոգին նորածին էին։ Դաստիարակության գարիքը գար։ Աստված էր իրենց արածին ուսուցիչը եւ սկսած էր դաստիարակել։ Ամեն օր կգանչեր եւ գսեր այս բաները գրնակ ընել, այս բաները մի ընեք։ Բահքի գաղափարը եւ արդոնված այդ գադարելի գործերուն գաղափարն էր, որ կփոխանցեր։ Սակայն օրը Աստված այդ մինալ պիտի սեր իրենց ըրեք, բայց իրենք հոգեպես երեխա էին եւ ֆիզիկապես մեծահասակ էին, սակայն մտային կարողությամբ նաեւ երեխա էին։ Սակայն այս էյագը սատանան առիթը օգտագործեց, ուզեց խափանել Աստծո ծրագիրը, մոտեցավ Ադամին ու Եվային, նկատեց, որ Եվան ավելի շուտ կրնախապվիլ, քան Ադամը։ Մոտեցավ անոր եւ սկսավ գասկած հարաճացնել Աստուծո եւ մարդու միջև։ Սատանային կործելագերբը այս է։ Գասկած կհարաճացնե Աստուծո եւ մարդոց կործելացևին մեջ եւ Աստծո խոսքերուն մեջ։ Հարց կուտա, ինչու չեք մոտենար այդ ծառին։ Ծառը խորհրդանիշ մնե իրականության մեջ։ Խնձոր է, նարինջ է կամ ինչ որ է։
խորհրդանիշ մնե, քաղաքապար մնե, որ գդրվի մարդուն։ Եվ անգսե Աստվածը սավ մեզի մի մոտենակ, եւ մենք պիտի չի մոտենանք։ Սավ ինչու սավ մի մոտենակ, դուք գիտեք, որ եթե մոտենակ այդ բդուղին մեգական աստվածներ պիտի դառնաք, հանգարց Եվայի մտքին մեջ մեծնալու իր առաջին հանցանքը ինչ էր այդ սատանային, որ նախապես հրեշտակ էր, մեծնալ Աստուծո դեղը նստիլ, նույն քաղաքապարը գուտա Եվային, որ պիտի մեծնաս եւ Աստված պիտի ըլլաս, ինչու՞ չէ, շատ լավ բան է Աստվածը լալ եւ ամեն ինչ քո հրամանի տակ անցնել։ Հոս Եվան եւ Աստուծո խոսքը սկսավ գասկած հարաճանալ։ Փորձենք գնաց ծևովը իր գողագիցին, որ անոր գողեն առնված էր, ճիշտ անոր համար գողագից կգոչվի, հսավ փորձենք եւ փորձեցին, եւ հանցանքը կործեցին, եւ անոնց աչքերը բացվեցավ, գսե ֆիզիկական աչքերու մասին չէ խոսքը, այլ հոգի աչքերը բացվեցան, եւ Աստված երեգոյան եկավ եւ գանչեց Աթամ ուր ես։ Աթամ չգար, ոչ ալ Եվան գար մեջտեղ, անոնք միշտեր ամեն օր հազիվ Աստծո ոտնացայները գլսեին գսե, գվազեին թեպի իրենց հայրիկը, թեպի իրենց ուսուցիչը, այդ օրը սակայն չեկան։ Աթամ ուր ես, երկրորդ անգամ ասավ, ձարիմը ետևեն, ցայնը հանցանք կործելու դպավորությունը իր մեջ, ասավ հոսեմ։ Սավ ինչու ձարին ետևը բավդած ես, արդյոք այդ ձարեն գերար, հոս կսկսի մարդկային կյանքի փուն խնդիրը։ Անմիջապես Աթամ ասավ, ես չէի, այն գինը, որ տուն ինձի դվիր օգնական, ան զիս խապեց և այդ բդուղեն գերծուց։ Հանցանքը վրայեն նետեց։ Եվային դարձավ, ասավ ինչ ըրիր, ես ալ չէի սավ, այն օծը, որ տուն ստեղծած էիր, ան եկավ խապեց զիս։ Մեր խնդիրը այս է այսօր սիրելիներ, ով մեզ մեկ ընդունի իր սխալը և իր հանցանքը, ով գնտունի, երկու վիճապանողներու կով կնա, մեկը մույսին վրա գծկե հանցանքը։ Բոլորս ալ անմեղ ենք, երկնքեն գախված հանցանք մգա և ոչ ոք կուզե զայն իր վրա առնել։ Եվ Աստված երբ կդեսնե, թե ասոնք չեն ընդունիր իրենց սխալները, չեն ընդունիր իրենց հանցանքները, գբաջե 3 տերագադարներն։ Հիմա, անոնք եթե ընդունեին իրենց հանցանքը, Աստված պիտի ներեր, պատասխանը հայո է, որովհետև Աստծո համար ինչ կսենք մենք, Աստված ողորմած է, Աստված անհիշաչար է, ամենակարևորը անհիշաչար բառ ինչ կնշանակի, ան ժխտական մասնիկ, հիշելը ան չի հիշեր մեր չարությունները, անհիշաչար, Աստված չի հիշեր մեր չարությունները, եթե մենք ներողություն խնդրենք իր մեջ։ Ճիշտ անոր համար Աստված ողորմած է։ Եվ Աստված անհիշաչար է։ Անոնք չընդունեցին իրենց սխալը եւ 3-1 դուրս տրվեցան դրախտեն։ Եվ մարդուն ասավ, ջագդիտ կրդինքովը բիդի վաստագից կուհացըտ, կնա աշխատիր։ Գնգան ասավ, գուզես Աստվածը լալ, կնա
Զավակը ցավերով եւ դարաբանքով ծնիր։ Իսկ փանսարգուին սատանային ասավ գնա փորիտ վրա սողա քու եւ մարդու միջև հագարագությունը պիտի ստեղծվի։ Մարդը ամեն անգամ որ քեզ տեսնե պիտի չախճախե կգլուխդ, իսկ դու ամեն անգամ որ մարդ տեսնես պիտի խայտես անոր գարշաբարեն։ Եվ այսպիսով մարդ Արարածը բադիժը ստացավ։ Խորքին մեջ ինչ էր Ադամ եւ Եվային բադիժը, դրախտեն դուրս տրվիլներ, ոչ։ Երկու ահավոր բադիժներ ունեցան անոնք։ Առաջինը Աստծո դեսութենե զրկվեցան։ Վայ եկերը մեզի այն օրը, երբ մենք Աստուծո դեսութենեն գզրգվինք։ Իսկ երկրորդ անոնք դրախտին մեջ գաբրեին իրենց կյանքը, սակայն երբ դուրս տրվեցան, իրենց կյանքին ընկերացավ 3 դժվարություններ՝ դարաբանք, ցավ եւ մահ։ Այսօր բոլորս կսարսափենք այս 3 մարդկային կյանքի դժվարություններն։ Սակայն այս բոլորեն անտին, սիրելիներ, բահեցողությունը ուդելու խմելու հետ շատ կապ չունի։ Մեր հայրապետները Սուրբ գրային դվյալներով խոսքեր ասած են մեզի։ Եկեք այսօր բահեցողության գաղափարը շրջենք, հագարակ կողմեն առնենք, միան ինչ պիտի ուդեմ, ինչ պիտի չուդեմի մասին չխոսինք։ Մեր հայրապետները մեզի գսեն, որ մենք մեր մարմինները մեր հոգիներուն դերերը չեն, այլ ընդհակառակը հոգին է մարմինին դերը։ Երբ մարմինդ ու հոգիիդ դերը դարձնես, գնմանինք անասունիմը, որ գաբրի միայն ուդելու համար, բայց մենք գուդենք ապրելու համար։ Բահքի մասին մեր հայրապետներու կողմէ ասված է մեզի, շատերը գարտացած եւ կամ քարոզներ լսած ենք, այժմ համատրված փունջ մխրատներով փորձենք միասին վայելել այս դարվան մեծ բահքը։ Ինչ կարելի չէ ուդել մեծ բահքին։ Մի ուդեք վատ լուրեր եւ սուտ խոսքեր, վատ լուրեր մի ուդեք, որբեսի դարածեք, սուդեր ալ մի ուդեք, որբեսի խոսիկ։ Մի պամպասեք եւ մի նախանցիկ։ Մի ուդեք զրբարդություն եւ անդարբերություն, որ այսօր բոլորս գդարաբինք զրբարդութենե եւ անդարբերութենե։ Մենք բոլորս այսօր գաբրինք բադրանքներով խապված եւ գեղձիկով լեցուն աշխարհի մեջ։ Գեղձիկ, խապեյություն, գծնանք, պամպասանք, պանսարգություն, պանսարգուն ով է, սադանան, սադանային մեծակույն հոմանիշներեն մեկը պանսարգուն է, մեղատրանք, հայոյանք, մի կործեք, տատրեցուցեք ասոնք, լսել է և կործել է, արդեն բահք պրնած գլակ։ Բահքի ժամանակ եթե գզրգես տուն կեզ և չուդես, բայց նաև չաղոթես, Սուրբ Գիրք չգարտաս, քու բահքդ ընդունելի չէ։ Ազատե տուն կեզ այդ բոլորեն և գտարնաս մեծ բահեցող։ Ռուս սուրբը ասած է, մեր հայրապանական գրականության մեջ թարգմանված է
հայերենի, ռուս սուրբը ասած է։ Գերածդ մենք գեղեցիկ սեղաններու առջև զարտարված գնստինք գուդենք։ Մարմինիդ մեջ այնքան գստորնանա, ամենից մագարտագի բանի մը գվերածվի և գարդակսվի, որով այն է դուրս։ Այս է ուդելիքը։ Շատ գեղեցիկ զարտարված սեղաններու առջև գնստինք, չէ՞։ Գուդենք։ Մարմինիդ մեջ այնքան գվադանա այդ քու գերածդ, որ տունն անգամ գկարշիս քու գերածդ։ Ճիշտ անոր համար Աստված այդպես ստեղծած է մեզի հասկացնելու համար, որ մենք ուդելու համար չենք ստեղծված։ Աստվածաշունչի մեկնաբաններ գսեն Սուրբ Գիրք չգարտացող մարդը գնմանի առանց գողմնացույցի նավաստիմը, որ ձողու խորերը գերտա և գողմնացույց չունի։ Ուր գերտա։ Մենք ալ այսօր այդ գողմնացույցը GPS-ի ստեղծված է, մանավանդ այս երկրին, այս քաղաքի մեջ, եթե չունենանք այդ GPS-երը ուր պիտի երտանք, չենք գիտեր։ Հետևաբար մեր եկած դեղը վերադառնալու GPS-ը Աստվածաշունչն է, Սուրբ Գիրքն է։ Հաճախ կսեմ, օրական 10-12 ժամ մենք չաթերով, Facebook-ով, չեմ գիտեր ինչով կսպահվենք, բայց 40 ժամ Աստվածաշունչ չենք կարդար։ Գիրագիեն բացի օրը ավելցուր քու ժամանակացույցիդ վրա եկեղեցի երթալու համար մեծ բահոց օրերուն։ Եթե տուն սիրես Աստված, գաբրիս անոր խոսքերով և գուդես ամեն ինչ չափավոր սահմաններու մեջ։ Այն ադեն քու բահակըդ ընդունելի գլա։ Բահակը պետք է կյանքդ փոխե և քեզ առաջնորդե դեպի Աստված և եղբայրասիրություն։ Եթե գսես Աստված գսիրեմ, բայց եղբայրդ չես սիրեր, մեծակույն սդախոսն ես։ Հովհաննես Առաքյալ մեզի գսե, Աստված որ չենք տեսներ, գսենք գսիրենք Աստված, բայց եղբայրդ որ քովդ նստած է և գտեսնես զին և չես սիրեր զայն, սուտ մի խոսիր, Աստված ալ քեզ չի սիրեր, ոչ ալ գնտունի քու այդ սերդ իրեն հանդեպ, եթե եղբայրդ չսիրես։ Պետք է բահկը փոխե մեր կյանքը և առաջնորդե մեզ դեպի Աստված և եղբայրասիրություն, այլապես անկիդակցաբար չուդելով բահած չես ըլլար, գվնասես տուն քեզ առողջությունդ և հոգիդ, լավ իմացիր, որ քու մարմինդ Աստուծո և Սուրբ Հոգիի դաջարն է, գսե Պողոս Առաքյալ, և տուն իրավունք չունիս զայն աղարդելու, ուշադիր եղիր հոգիիդ նկատմամբ, մտիր նեղ թուրով, որպեսզի հասնիս հավիտենական կյանքի։ Մենք մգրդված ենք, գսենք, ամենասուրբ երրորդության անունով և իրավունք չունենք թույլ տալու, որ մեղքը իշխե մեր վրա, այսինքն մարմինը իշխե մեր հոգիին վրա։ Աստուծո խոսքով և օգնությամբ Սուրբ Ներսես շնորհալի հավատով խոստովանիմի 13-րդ համարին մեջ մեզի ցույց կտա բահքի ճանապարհը։ Հետևյալ ձևով գսե. ամենքը խնամող դեր, քու սուրբ երգյուղովդ բահաբան տիր աչքերուս, աչքի բահքի մասին լսած եք, որ այլևս անարակ և ցանկացող աչքով չնայիմ, և ականջներուս, որ չար խոսքեր լսել է, չախորժիմ, ոչ թե չլսեմ, չախորժիմ, և բերանիս, որ սուտ չխոսիմ, և սրդիս, որ չարը չխորհիմ, և ձեռքերուս, որ անիրավությամբ չգործեմ, և ոտքերուս,
որ աներունտյան ջամփաներեն չկալեմ, այլ ուղե ասոնց շարժումը, որբեսի միշտ կու բադվիրաններուդ համացայնը լան ամեն բանի մեջ եւ ողորմե կու արարածներուդ եւ ինձ բազմամեղիս այս խոսքերը եթե իրագործենք բահեցող գլանք ոչ թե միայն դարվա մեջ ժամանակաշրջանը այլ ամեն օր եւ ամեն ժամ բահեցող գլանք եւ Աստծո համար ընդունելի արարած գլանք այս է այսօրվա արդակսման գիրագի խորհուրդը եւ բահքի գաղափարը սիրելի հավատացյալներ ավետարանը գսե ագան չունեցողը թող լսե եւ հասկնա Աստված օրհնե բոլորդ